Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում կողոպուտների համար։ Ներկայացվող քրեական պատմությունն էլ հենց կողոպուտների մասին է։ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի քրեական հետախույզները բացահայտման գործընթացում պետք է բախվեին մի շարք խնդիրների։ Ոստիկանություն դիմաց կանանց գանգատները նույն էին, ինչ որ մեկը հափշտակել էր նրանց ոսկյա շղթաները։ Իդեպ, այնքան արագ, որ տուժողները դժվարանում էին մտաբերել կատարողի դեմքը, բայց արտաքին այլ տվյալներ այնուամենայնիվ հիշում էին։ Ոստիկանների պրոֆեսիոնալիզմն էլ հուշում էր, որ գործ ունեն ոչ թե մի քանի, այլ մի հոգու հետ։ Պատահական չէր նաև այն հանգամանքը, որ կողոպուտները կատարվել էին փողոցի այն հատվածներում, որտեղ աստիճանահարթակներ կային։ Տուժողների բացատրությունների համաձայն կատարողը աստիճանները բարձրանալուց հետո անհետացել է նրանց տեսադաշտից, իրեն ապահովագրելով հնարավոր հետապնդումից։ Ոստիկանների համոզմամբ կատարողը եթե անգամ տեղի բնակիչ էլ չէր, ապա միանշանակ տարածքին ծանոթ մեկն էր, հետևաբար հաճախ էր լինում Ռուբինյանց փողոցում։ Առաջին հայացքից անկարևոր հանգամանքների պարզաբանումներով էլ պիտի սկսվեր բացահայտման գործընթացը, անկարևոր հեռուստադիտողի, բայց քրեական հետախույզի համար ուղենշային։ Օպերատիվ հարցումներ իրականացրեցինք դեպքերի վայրերում, ականատես վկաներ հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում պարզեցինք նշված կողոպուտների կատարելու մեջ կասկածվող անձի արտաքին նկարագիրը, որը համապատասխանում էր տուժողների կողմից տրված արտաքին նկարագրությանը։ 1989-ին ծնված Երևանի բնակիչ Ռոբերտ Շահինյանը արդեն հասցրել է 4 անգամ դատապարտվել կողոպուտների և գողությունների համար։ Հանցագործությունը մասնագիտություն դարձրած անձը կլինի գող, ավազակ թե կողոպտիչ, ժամանակի ընթացքում հմտանում է, ձեռք բերում իր գործելավոճը, կամ ինչպես ընդունված է ասել, ունենում է հստակ ձեռագիր։ Պետք է նկատել, որ մեր պատմության ճակերտավոր հերոսն էլ իր ձեռագիրն ունի։ Պատահական չէ, որ 3 դեպքում էլ մոտեցել է հետևից, քաշել պոկել շղթան և փախել հակառակ ուղղությամբ։ Ոստիկանների վարկածը, որ 3 կողոպուտներն էլ կատարել է նույն անձը, աստիճանաբար հիմնավորվում էր։ Զրուցակցից հավաստմամբ մի առանձին խնդիր էլ փնտրողական աշխատանքների ճիշտ կազմակերպումն էր, և չնայած քրեական հետախույզները ճշտել էին կասկածյալի հաշվառման հասցեն, նրան այդտեղից հայտնաբերել չէր հաջողվել։ Անհրաժեշտ էր ճշտել նաև բնակության հասցեն։ Նախ որոնողական աշխատանքներ իրականացրեցինք Քանաքեռ Զեյթունի վարչատարածքում, ապա մայրաքաղաքի բոլոր տարածքներում։ Արդյունքում պարզվեց կասկածյալի բնակության վայրը, որտեղ 2 օր տևած դարանակալումների արդյունքում վերջինս նկատվեց մեր տեսադաշտում։ Հուլիսի 3-ին էլ նրան բերման ենթարկեցինք ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին, որտեղ նա խոստովանեց, որ կողոպուտները կատարել է ինքը։ Կողոպուտների փաստով Ռոբերտ Շահինյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի հատկանիշներով ձեռնարկվում են միջոցառումներ վաճառված ոսկյա շղթաները հայտնաբերելու և տերերին վերադարձնելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։